Պարոն Վարդանյան, Հանրապետականից նաև պնդում են, որ 2008 թվականից հետո, երբ Սերժ Սարգսյանը վերցրեց իշխանությունը, այդ ժամանակից Ռոբերտ Քոչարյանը եւ նրա թիմակիցները տարբեր մեդիա ռեսուրսներով, ամբողջ իրենց ռեսուրսներով հակաքարոզչություն արել Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի նկատմամբ, միֆեր, կեղծիքներ են տարածել։ Պարոն Վարդանյան, արդյոք դուք Դաշնակցությունը այն ժամանակ դուք դաշնակցական էիք, Դաշնակցությունը մասնակցել են այդ գրոհին ընդդեմ Սերժ Սարգսյանի։ Շնորհակալ։ Ամեն մեկը իր գնահատականները տալիս է իր աշտարակից։ Նույն 2008-2018 թվականներին նման քարոզչական կազմակերպված, կարծում եմ, արշավ եղել է երկրորդ նախագահի դեմ։ 2008-ից 18 նման համակարգված քարոզություն ես չեմ տեսել։ Նախագահ Քոչարյանը իր վերապահումները, անհամաձայնությունները հայտնել է կարևորագույն հարցերի վերաբերյալ։ Ես ասեմ ավելին, տեսեք, 2008-18 թվականի Քոչարյանի հանդեպ քարոզչական այդ ամենի վերաբերյալ ես ուղիղ հարց եմ տվել նաև երրորդ նախագահին, ասել եմ, պարոն նախագահ, ինչու էր արվում այդ բանը։ Բնականաբար ինքը ասել է, որ ինքը որևէ մասնակցություն այդ ամենին չի ունեցել։ Այդ ինչ որ մեկ ունեցել է, չէ։ Ինչ որ մեկ արել է, չէ, այդ նույն մեդիա ռեսուրսներով, այդ տարբեր եւ այլնով եւ այլնով։ Այնպես որ մեղադրելը գլխավորը դա չի։ Գլխավորը դա չի եւ ով է որքանով ճիշտ է այս առումով։ Գլխավորը այն է, որ այսօր հանրապետությունում ստեղծել է մի իրավիճակ եւ վերջին այս իշխանության հայտարարությունով դա այդ են վկայում, այդ մասին ես ասացի նախաբան խոսքում, այդ ամեն ինչը թույլ չտալն է։ Ով ինչպես է դա անելու։ Կարծում եմ յուրաքանչյուր կայացած հիմնական ուժերը իրենց պատկերացումներն ունեն եւ հարկ եղած դեպքում այդ գործողությունները մենք կտեսնենք։